Բարև բոլորին, շատ շնորհակալ եմ, որ կրկին միացել եք իմ ալիքին։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ, ամենահամեղ խմորեղեններից մեկը, կաթնահունց, շուտով զատիկ է լինելու, իմ ամենասիրած տոներից մեկը, պատրաստելու ենք կաթնահունց։ Սկզբի համար պատրաստելու ենք խմորը, թողնելու ենք լավ հասունանա, հետո արդեն կորոշենք ինչպես ենք անելու։ Ինչ է անհրաժեշտ լինելու ալյուր, խմորիչ, շաքարավազ, ձու, աղ, ձեթ և կաթ։ Մի քիչ էլ վանիլին ենք ավելացնելու համեղ համ ունենալու համար։ Բայց սկզբի համար հիմա կաթի մեջ ավելացնելու ենք խմորիչը, կաթը պետք է լինի գոլ վիճակում։ Ավելացնում ենք խմորիչը, գոնե 10 րոպեն բավական է, պահում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի լավ լուծվի, ինչպես նաև շաքարավազը, խորհուրդ եմ տալիս միանգամից ավելացնել նաև շաքարավազը, շատ ավելի հեշտ է գլուխ գալիս, խառնում ենք իրար, մոտ 10 րոպեից արդեն կհունցենք խմորը։ Կաթով, խմորիչով և շաքարավազով զանգվածը ավելացնում ենք մեկ ուրիշ ամանի մեջ, լավ խառնում ենք, ավելացնում ենք մեկ պտղունց աղը, ես բաղադրիչների չափերը գրելու եմ տեսանյութի ներքևում, ինչպես միշտ։ Ավելացնում ենք ձեթը, ավելացնում ենք 2 ձու, նորից լավ խառնում ենք։ Լավ խառնելուց հետո քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը միանգամից չավելացնենք, որպեսզի հետո չափը ճիշտ իմանանք, որովհետև կախված է, թե ինչ մեծության ձու ունեք, կամ էլ ալյուրի որակը ինչպիսին է։ Քիչ-քիչ կավելացնենք և կհունցենք խմորը։ Երբ տեսնեք արդեն դժվար է գդալի օգնությամբ խառնել խմորը, լցնում ենք աշխատանքային փայտի վրա և սկսում ենք հունցել ձեռքերի օգնությամբ, ինչպես նաև ալյուրի օգնությամբ։ Խմորը հունցեցինք, վերջացրեցինք, փափուկ, գեղեցիկ խմոր է ստացվել։ Հիմա խմորը պետք է թողնենք հասունանա, հենց ինչ ամանի մեջ պատրաստել ենք, այդտեղ թողնելու ենք։ Կարող եք մի քիչ ձեթ անել, որպեսզի հետո հեշտությամբ պոկենք։ Բերանը փակում ենք և թողնում ենք մոտ տաղով 2 ժամ հասունանա։ Բայց կախված է նաև սենյակի ջերմաստիճանը, շատ հնարավոր է ավելի շուտ հասունանա, ես դնելու եմ ջեռոցի մեջ, լույսը վառ վիճակում, այդպես շատ հեշտ է հասունանում։ Ես բերանը չեմ փակելու, որովհետև պահելու եմ ջեռոցի մեջ, իսկ դուք անպայման բերանը փակեք։ Հիմա սպասենք, որպեսզի հասունանա։ Տեսեք ինչ լավ է հասունացել, կրկնակի անգամ խմորը բարձրացել է։ Հիմա գլխնակի օգնությամբ բացելու ենք, դուք որոշեք ալյուրով, թե ձեթով, որը ձեզ համար հեշտ կլինի, բացելու ենք և ձևավորելու ենք, մոտիկից ձեզ ցույց կտամ ինչպես ենք անելու։ Խմորը բաժանում ենք 2 հավասար մասի, մի մասը կողքենք դնելու,
Սկսելու ենք աշխատել այս մյուս մասով։ Հիմա մի ձևը պատրաստեցինք ավանդական ձևով, այս մեկն էլ պատրաստում երեխաների համար, մի քիչ շոկոլադե կրեմ կլցնենք ու կձևավորենք նորից։ Վերջացրեցինք, ձևավորումն էլ վերջացրեցինք, հիմա պահելու ենք ևս 20-ից 25 րոպե, դե բոլորդ էլ գիտենք, որ խմորիչով խմորները, երբ որ ձեռքի օգնությամբ աշխատում ենք, պետք է նորից թողնենք հանգստանա 20-ից 25 րոպե, ես պահելու եմ ջեռոցի մեջ կրկին լույսը միացված վիճակում, ում ջեռոցը լույս չունի, կարող եք 10 աստիճան միացնել և պահել այդ վիճակում, իսկ եթե ջեռոցի մեջ չեք պահում, պահեք դրսում, փակեք պոլիէթիլային ինչ-որ մի խոհանոցային թղթով կամ տոպրակով, կամ էլ սրբիչով խոհանոցային, հետո նորից կհանդիպենք։ Ինչպես տեսնում եք, լավ հասունացել եմ, նույնիսկ հյուսքը, որ գործել եմ, արդեն բացվում է, ավելի լավ է շուտ ուղարկենք ջեռոց, մեկ ձվի դեղնոցին խառնել եմ մի քիչ, ավելացրել եմ մի քիչ կաթ, վրեն ենք քսելու և այստեղ ունեմ սերմեր, քունջութի և կտավաթի սերմեր ունեմ, վրեն էլ սերմեր ենք ցանելու, ուղարկելու ենք ջեռոց, թխելու ենք 180 աստիճանում, մինչև որ գեղեցիկ կարմրի։
Արդեն պատրաստ են, դեռ տաք վիճակում են, զգուշությամբ դնում ենք ափսեի մեջ, այսպիսի գեղեցիկ տեսք ունի, բա փափկությունը ինչ փափուկ է, բերանում հաճող գեղեցիկ բուլկիների պես կաթնահունց է ստացվել։ Դե ինչ իմ սիրելի հետևորդներ, դիտորդներ, վերջացեցինք նաև այսօրվա կաթնահունցը, շատ գեղեցիկ ստացվեց, բուրբունքը ամբողջ տնով մեկ տարածվել է, օրհնված լինի այս կաթնահունցը, բոլորիցը, ովքեր պատրաստ են, ուրախ և Սուրբ Զատիկը բոլորի շնորհավոր, թող օրհնված լինի բոլորիս ընտանիքները, թող այս տարին լինի հաջող տարի, ու թող Աստծո օրհնությունը բոլորիս ընտանիքներին լինի։ Հիմա փորձեմ, տեսեք ինչ փափուկ է, փափկությունը պարզապես ապշեցնում է։ Հենց այսպես ձեռքով էլ կկտրեմ ու կփորձեմ հատուկ ձեզ համար։ Ինչ համով է, փափուկ, ընտիրեմ, օրհնված լինի, կտեսնվենք հաջորդ տեսանյութին։